Աստղերի և երկնային մարմինների աշխարհում կան թաքնված գաղտնիքներ, որոնք ազդում են մեզանից յուրաքանչյուրի ճակատագրի և տրամադրության վրա։ Այս հատուկ ժամանակահատվածում, երբ մոլորակները սկսում են խաղալ նոր կանոններով, որոշ կենդանակերպի նշաններ զգում են մի յուրահատուկ կախարդանք, որը լցնում է նրանց սրտերը հույսով և ուրախությամբ։ Փոփոխությունների ժամանակը, որը պայծառ ապագա է ավետում, արդեն շեմին է, և աստղերը խոստանում են, որ այս 3 նշանները կկարողանան բացահայտել իրենց իրական ներդաշնակությունը և գտնել երջանկություն, թող նրանց ուղին լուսավորվի բախտի և սիրո պայծառ ճառագայթներով, և թող ամեն օրը լցվի ոգեշնչմամբ և ջերմությամբ։ Աղեղնավորներ։ Արկածների և լուսավոր հորիզոնների որոնողներ։ Աղեղնավոր նշանի տակ ծնվածների համար գալիք ժամանակահատվածը ներքին զարթոնքի և հորիզոնների ընդլայնման ժամանակ է։ Ձեր բնույթը նոր գիտելիքների, ճանապարհորդությունների և հոգևոր զարգացման անվերջ ցանկություն է։ Հունիսի 19-ից տիեզերքը կսկսի առատաձեռնորեն հնարավորություններ տալ ձեր ամենախիզախ երազանքներն իրականացնելու համար։ Ձեր էներգիան հատկապես ուժեղ կլինի, իսկ ինտուիցիան սուր, ինչը կօգնի ձեզ ճիշտ որոշումներ կայացնել և գտնել երջանկության նոր ուղիներ։ Խորհուրդներ աղեղնավորների համար։ Մի վախեցեք անցնել սովորականից այն կողմ, բացել նոր հորիզոններ, լինի դա ճանապարհորդություն, ուսուցում, թե նոր մարդկանց հետ ծանոթանալը։ Հավատացեք ձեր ուժերին և լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ կասի, թե երբ պետք է քայլ առաջ անել։ Մի մոռացեք հավասարակշռության մասին, հանգիստը և հոգևոր զարգացումը պետք է զուգահեռ լինեն, որպեսզի ձեր էներգիան չսպառվի։ Կշեռքներ։ Ներդաշնակությունն ու հավասարակշռությունը ձեր երջանկության գրավականն են։ Այս նշանի ներկայացուցիչների համար գալիս է հատուկ ժամանակ, երբ հավասարակշռությունն ու ներդաշնակությունը կդառնան ձեր հիմնական դաշնակիցները։ Հունիսի 19-ից մոլորակների ազդեցությունը պայմաններ կստեղծի ներքին աշխարհը ամրապնդելու և ուրիշների հետ հարաբերությունները բարելավելու համար։ Դուք ձեզ ավելի վստահ և հանգիստ կզգաք, ինչը կբացի դռներ նոր հնարավորությունների և հաճելի անակնկալների համար։ Ձեր բնատուր դիվանագիտությունը և փոխզիջումներ գտնելու ունակությունը կօգնեն ձեզ հաղթահարել ցանկացած դժվարություն և գտնել երկար սպասված երջանկություն։ Խորհուրդներ կշեռքների համար։ Սովորեք լսել ինքներդ ձեզ և ուրիշներին, սա կօգնի ձեզ գտնել ոսկե միջինը ցանկացած իրավիճակում։ Մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները և կիսվել դրանցով ձեր սիրելիների հետ։ Անկեղծությունը դրական փոփոխություններ կբերի ձեզ։ Ժամանակը իդեալական է ինքնազարգացման և անձնական սահմաններ ամրապնդելու համար, ավելի վստահ զգալու համար։ Առյուծներ։ Ձեր ճակատագրի տիրակալը և ոգեշնչման աղբյուրը։ Առյուծների համար գալիս է պայծառ իրադարձությունների և նոր հաղթանակների դարաշրջան։ Ձեր բնատուր խարիզման և ինքնավստահությունը կհասնեն նոր բարձունքների, իսկ ձեզանից եկող էներգիան շրջապատողներին կվարակի դրականությամբ և ջերմությամբ։ Հունիսի 19-ից դուք կզգաք, որ ճակատագիրը ձեր օգտին է և ձեր ծրագրած ամեն ինչ կսկսի իրականանալ։ Առաջնորդական որակներ ցուցադրելու, ստեղծագործական գաղափարներ իրականացնելու և անձնական կապեր ամրապնդելու ժամանակ։ Ձեր կիրքն ու անկեղծությունը կգրավեն նրանց, ովքեր կիսում են ձեր արժեքներն ու երազանքները։ Խորհուրդներ առյուծների համար։ Մի վախեցեք առանձնանալ և ցույց տալ ձեր յուրահատկությունը։ Սա է, ինչը ձեզ հաջողություն և ճանաչում կբերի։ Օգտագործեք ձեր էներգիան ուրիշներին ոգեշնչելու և իմաստալից բան ստեղծելու համար։ Մի մոռացեք հոգ տանել ձեր մասին։ Հանգիստն ու ներքին խաղաղությունը ձեր ուժի և խարիզմայի գրավականն են։ Թող ձեր ներքին կրակը պայծառ այրվի, լուսավորելով նոր բարձունքների և երջանկության ճանապարհը։ Շարժվելով առաջ, ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հոդված։ Դեժավյու և ևս 4 խելագար զգացողություն։ Գիտակցությունն ունի դրանց բացատրությունը։ Քայլում եք փողոցով, զրուցում ընկերոջ հետ և հանկարծ ձեզ համակում է մի անբացատրելի զգացողություն։ Դուք հաստատ գիտեք, որ արդեն եղել եք այս իրավիճակում։ Նույն խոսքերը, նույն լույսը, նույն զգացումը։ Միթե սա հիշում է անցյալ կյանքից, թե մատրիցայի հերթական խափանումն է։ Խոճապի մի մատնվեք, թեև այս զգացողությունները կարող են թվալ առեղծվածային կամ նույնիսկ վախեցնող, իրականում դրանք մեր ուղեղի աշխատանքի հետաքրքիր դրսևորումներն են։ Գիտնականներն արդեն սկսել են գտնել այս տարօրինակ, բայց զարմանալիորեն տարածված երևույթների բացատրությունները։ Եկեք բացահայտենք 5 ամենատարածված զգացողությունները, որոնք բոլորս երբեմն ապրում ենք։ Դեժավյու։ Ես սա արդեն տեսել եմ։ Ինչ է սա։ Այն հզոր զգացողությունը, թե միանգամայն նոր իրավիճակը ձեզ արդեն
քաջ ծանոթ է։ Ինչու է առեղծված թվում։ Զգացողությունն այնքան իրական է, որ մարդիկ հաճախ այն կապում են մարգարեական երազանքների կամ նախորդ կյանքի հետ։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Պատկերացրեք, որ ձեր ուղեղը գերհզոր համակարգիչ է, որն անընդհատ դասակարգում է հիշողությունները։ Դեժավյուն նման է մի փոքրիկ վրիպման, երբ դուք նոր տպավորություն եք ստանում, ուղեղը երբեմն սխալմամբ այն ուղարկում է ոչ թե կարճաժամկետ, այլ միանգամից երկարաժամկետ հիշողությունների բաժին։ Արդյունքում ձեր գիտակցությունը շփոթում է նոր տեղեկության ընկալելը որպես հին, վաղուց մոռացված հիշողություն, այնպես որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է եւ պարզապես ձեր ուղեղի ֆայլային համակարգն է մի պահ վրիպել։ Ժամևյու, երբեք չտեսնվածը։ Ինչ է սա։ Դեժավյուի ճիշտ հակառակը, երբ դուք նայում եք շատ ծանոթ բառի, դեմքի կամ վայրի եւ այն ձեզ համար հանկարծ դառնում է բոլորովին անծանոթ ու օտար։ Երբևէ երկար նայել եք աթոռ բառին, մինչև այն կորցրել է իր իմաստը եւ վերածվել պարզապես տառերի տարօրինակ հավաքածուի։ Ահա դա ժամևյուն է։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Սա ուղեղի ժամանակավոր իմաստային հագեցվածության նշան է, երբ դուք չափից շատ եք կենտրոնանում միևնույն բանի վրա։ Ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են դրա ճանաչման համար, կարծես անջատվում են մի քանի վայրկյանով, կորցնելով կապը հիշողության հետ։ Սա ուղեղի միջոցն է ասելու խնդրում եմ մի պահ դադար տուր։ Հետին թվով եկած սուր միտք։ Ինչ է սա։ Ֆրանսերենից թարգմանաբար աստիճանների վրա ծնված միտք։ Վիճաբանությունն ավարտվել է, դուք արդեն հեռանում եք եւ հենց այդ պահին ձեր մտքին է գալիս այն կատարյալ սուր եւ ջախջախիչ պատասխանը, որը պետք է տայիք 10 րոպե առաջ։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Սա մարդկային փորձառության ամենահիասթափեցնող, բայց եւ ամենանորմալ երևույթներից է։ Լարված իրավիճակներում մեր ուղեղն անցնում է պայքարիր կամ փախիր ռեժիմի կենտրոնանալով ոչ թե սուր մտքի, այլ պաշտպանվելու վրա։ Երբ լարվածությունն անցնում է եւ դուք հանգստանում եք, ուղեղի ստեղծագործական եւ լեզվական կենտրոնները նորից ակտիվանում են, վերջապես գտնելով այն իդեալական պատասխանը։ Լեզվի ծայրին երևույթը հենց լեզվից ծայրին է։ Ինչ է սա։ Այն զգացողությունը, երբ դուք հաստատ գիտեք որևէ բառ կամ անուն, կարող եք նկարագրել այն, գիտեք թե որ տառով է սկսվում, բայց ոչ մի կերպ չեք կարողանում հիշել։ Այն կարծես թաքնվել է ձեր մտքի անկյուններում եւ հրաժարվում է դուրս գալ։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Սա նման է ուղեղի ցանցային խնդրի։ Ձեր հիշողության մեջ բառի իմաստը, սեմանտիկ հիշողություն եւ բառի հնչողությունը, ֆոնոլոգիական հիշողություն պահպանվում են տարբեր տեղերում։ Երբեմն դրանց միջև կապը ժամանակավորապես խզվում է։ Դուք գիտեք թե ինչի մասին է խոսքը, բայց չեք կարողանում բեռնել դրա ձայնային ֆայլը։ Հիպնոգոգիկ ցնցում, քնի մեջ ընկնելու զգացողությունը։ Ինչ է սա։ Հենց այն պահին, երբ սկսում եք ննջել, հանկարծ զգում եք, որ ընկնում եք անդունդը եւ ձեր մարմինը կտրուկ ցնցվում է, ստիպելով արթնանալ։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Սա ամենատարածվածներից մեկն է, երբ դուք քնում եք, ձեր մկանները սկսում են ամբողջությամբ թուլանալ։ Երբեմն ձեր ուղեղը մկանների այս արագ թուլացումը սխալմամբ ընկալում է որպես իրական ընկնելու նշան։ Որպես պաշտպանական ռեակցիա այն կտրուկ ազդանշան է ուղարկում մկաններին։ Արթնացիր, վտանգ կա, որպեսզի կարողանաք բռնվել ինչ որ բանից, արդյունքում մարմինը կտրուկ ցնցվում է։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ այս զգացողություններից որևէ մեկն ապրեք, մի անհանգստացեք։ Ձեր ուղեղը պարզապես ցույց է տալիս, թե որքան բարդ ու զարմանահրաշ մեխանիզմ է այն։ Իսկ դուք այս զգացողություններից որն եք ամենահաճախն ապրում կամ ապրել։ Կիսվեք այս հոլովակով ձեր ընկերների հետ եւ տեսեք արդյոք նրանք էլ կճանաչեն իրենց այս նկարագրությունների մեջ։